Շարունակում ենք ծրագիրը հարգելի հեռուստադիտողներ եւ արդեն ժամանակն է վերլուծությունների, մանավանդ որ մեր տաղավարում է արդեն Արմեն Չիփուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Երևի թե այսօր անդրադառնանք լուրերին, որոնք մի քանի օր արդեն հակասական գնում են Իրան-Իսրայել պատերազմի ավարտից հետո, մեկը մի բան է ասում, մյուսը ուրիշ, այսօր էլի հայտարարություններ եղան, մի տեսակ անվստահություն է առաջացնում տեղեկատվության նկատմամբ։ Իդեպ կառավարությունն էլ փորձում է կոնգրեսի հետ հաղորդակցվելու այդ կապը փակելու հնարավորության ուղղությամբ աշխատանք տանել, որտեղ ասում է կոնգրեսին, երբ որ ասել են, որ պետք է լինի այդ հարձակումատումային կայանների ուղղությամբ, այդ ինֆորմացիան տարածվել է դուրս է եկել։ Անվստահելի ճանապարհ է ասում։ Ես արագ ասեմ, այո, այդ վեճը դե որ պետքա կոնգրեսը հաստատել եւ այլն։ Պատերազմը պիտի կոնգրեսը հաստատի, դա կա։ Այո, բայց հիմա Թրամփը ասում է պատերազմ 12 օրյա, չէ, բայց ինքը ասում է ամերիկան չի ներգրաված եղել։ Մենք ուղղակի սիրալիր վերջում ընկերաբար շատ 12 հատ 14 տոննանոց ռումբ ենք նետե, ուղղակի ընկերական, որտեղ սիրում ենք Իրանի ժողովրդին։ Շատ հաճելի է։ Trump-ի հետ աշխատելը լսել։ Բայց ամեն դեպքում այնպես արվեց, որպեսզի չտուժի քաղաքացիական Բայց տեսեք, սովորաբար վերջին շրջանում ինչքան միջոցառում, այսինքն Ամերիկան հիշում եք վերջին 20 տարվա ընթացքում երևի բուշավակից վերցնենք, հա, 90-ականներից 3 անգամ է կոնգրեսը մասնակցել նման բաներին, բայց նման գործողություններ իրականացվել են 10-ից ավելի, եթե չեմ սխալվում, թե հիշողությունս չի դավաճանում, եւ այս վեճը կա, եւ այո, այդտեղ նաեւ կա խնդիր, որ արագության հարցն է, գաղտնիության հարցն է, եւ բանի, անակնկալ, այսինքն անսպասելիության, այո, որը կարևոր է, գիտեք, այդտեղ տեմպը կարևոր է, եւ այստեղ նաեւ ուրեմն ԱՄՆ զինվորականների անվտանգության հարցն է։ Եվ այս իմաստով հա այս վեճը գնում է գլոբալ բոլորն են ասում լավ էլի ժողովուրդ ասում են 10-15 անգամ օրինակ հա կոպիտ ասած մենք այդ ամեն ինչ արել ենք կոնգրեսը 3 անգամ այդ մասին բան արել կարծեմ մեկն էլ ամենա այդ բանը, այդ ցայտունը հենց Իրաքի պատերազմի հետ կապված էր եւ այլն։ Մի խոսքով այդ է իրականությունը, ինչ վերաբերվում է Իրանին շատ կարեւոր է։ Հիմա տեսեք, ամենայն դուրս չի գալի, չգիտեմ որտեղ է կամ գիտեմ որտեղ է։ Այսօր արդեն հրապարակային հայտարարություն է արել պետական երաժշտության եթերում։ Ինքը մի հատ ինչ որ ապաստարանում է, այո, եւ անընդհատ եւ ընդհանրապես վերջ բավականին երկար ժամանակ է Խամենեին հանրության առաջ չի ներկայացել շատ լուրջ կասկածներ կան եւ նրա առողջական վիճակի եւ ընդհանրապես մտավոր կոնդիցիաներ, այսինքն եւ իշխանության ներսում պարակտման հնարավորության եւ այլն, բայց այս բոլոր հայտարարությունները, որ դուք տեսնում եք Խամենեի կողմից, մենք գիտեմ, սա չենք շեշտել, բայց կարևոր է, էլի մոռացել եք, լավ, ես շնորհակալ եմ, որ այդ հարցը տվեցիք, շատ կարևոր տեղին էր։ Շատերը փորձում են հասկանալ, իսկ որտեղ է նա, իսկ արդյոք նա ողջ է, անգամ այդպիսի կոնսպիրոլոգիական, իսկ արդյոք նա է, որտեղ ինչ որ բունկեր էին պայթեցրել, չէ, կարծեմ ասում էին ենթադրվում է, որ Խամենեին ռուս մեկը կար, որ ուրեմն հատուկ միտումնավոր, այսպես ուկրաինացիներին հանգստացնելու համար նետում էր թեզը, թե Պուտինը սառնարանում էր պահում իրական Պուտինը եւ այլն, հիմա իրական Չալման, ասենք այսպես բանը, որ Չալման թարմ մնա, բանում սառնարանում են երևի պահում։ Մի խոսքով, այսպիսի բաներ, բայց գլոբալ հարցը պարզ է, որ երբ որ նա ապաստանում է, ուզում են, հիմա պատերազմ չկա, չէ, արդեն չեն ռմբակոծում եւ այլն, կամ նա վախենում է, որ իսրայելցիները ուրեմն անպայման իր հետևից գալու են, կամ կա այլ պատճառ։ Յուրայիններից էլ է վախենում թերևս է։ Հետարքիր բան ասեցիք։ Այստեղ ասма բազմակետ դնենք, որպեսզի հետագայում հասկանանք։ Մի բան, ինքը այսօր հայտարարել է, որ Իրանը հաղթել է եւ իրանական եւ կան տեղեկություններ արդեն լրջագույն, որ Իրանի ժողովուրդը շատ բանով է ընդունել, որտեղ այդ կարգի հաղթանակ ուրեմն ներկայացնել, որը մակնարկել է, որ մենք վերջում դաժան հարված ներկայացրեցինք Քաթարում ներողություն։ Այն դեպքում, որ իրենք զանգել զգուշացրել են, ոչ մի զոհ չկա, ոչ մի բան չկա, ընդհանրապես ոչ մի բան չի դուժե, ասենք ինքը եւ ինքը նկատի կարծում եմ ապտակը հենց այն իմաստով, որ զգուշացրեցինք, որպեսզի ժողովուրդը Չէ, ինքը իրանք էս ներկայացնում են, որ տենց դաժան ամերիկացիները ստիպված խաղաղություն ուզեցին, այս կոնտեքստում, հա, այսինքն շատ
Հենց որ իմացան սիոնիստները պարտվում են, ասած։ Այո, բայց մյուս կողմից սրանց ռետորաբանությունը շարունակում է մնալ ապակառուցողական, այսօր պետք է հանդիպում լինի։ Թրամփը երեք անոնս էր արել, չգիտեմ, տեսնենք կլինի թե չէ այդ հանդիպումը եւ ինչ արդյունքներ կլինի, բայց այդուամենայնիվ, երբ որ դու քո ժողովուրդը սկսում է տարակուսել, այսինքն հասկացանք իրանցի ժողովուրդը, այսպես իրենք բավականին ազատասեր իդեպ մենք տեսնում ենք իրենց պահվածքից, մի համենայնպես այնտեղ եթե ոչ կեսը կամ համարյա կեսը կամ կեսից պլյուս մինուս Իրանի ժողովուրդը 90 միլիոն բնակչության առնվազն կեսը, այսպես ասենք, բավականին ազատասեր, ժամանակակից, հա, մենք տեսնում ենք եւ երբ որ գալիս են Հայաստան, այսպես շարունակ։ Եվ այդ ժողովուրդը չի հավատում, որ իրենք հաղթել են, եւ սա լրջագույն խնդրեմ է, սա արդեն պարակտում է մտցնել, որտեվ գիտեք վերջին հաշվարկով քանի գեներալ է մահացել Իրանում։ Եթե դա հաղթանակ է, այդ բյուրոսան հաղթանակ կա, չէ՞։ Եթե դա հաղթանակ է, դա փայլուն է։ 30 գեներալ է կորցրել Իրանը։ 30 գեներալ հաշվում են անգամ, որ Գենշտաբի երրորդ ղեկավարի մահվան մասին 3 հաղորդեցին, կարծեմ 3 կամ առաջ էր, բայց իհարկե շուտ էր մահացել այդ հարձակումներից մեկի ժամանակ։ 2 գեներալ է գենշտաբի, գլխավոր շտաբի 2 գեներալ է, 2 գլխավոր շտաբի պետ է մահացել։ Ես ձեզ ասեմ, Ամերիկան անգամ առաջին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եթե չեմ սխալվում, այդքան գեներալ չի կորցրել։ Վիետնամականում տարբեր պատճառներով, այսպես եթե չեմ սխալվում 7 գեներալ է կորցրել եւ այսպես շարունակ։ Այսինքն դուք հասկանում եք, հա, մեկ էլ երկրորդ տեղը գիտեք ով է պատվավոր զբաղացնում գեներալների կորստով վերջին շրջանում, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմի։ Երկրորդ պատվավոր տեղը Իրանից հետո զբաղացնում է Ռուսաստանը, որտեղ ուկրաինացիները բավականին լուրջ, այսպես գեներալա ոչնչացման ակցիա են սկսել մի պահ, ակցիա զեղչով։ Ուրեմն զեղչով ոչնչացնում են։ Հիմա այս իրավիճակում մենք ունենք մի բան, որ ուրեմն ցավոք սրտի ամեն ինչ խոսում է այն մասին եւ իրենց ռետորաբանությունը, որ այն խաղաղությունը, որ մենք սպասում էինք, հարաբերական է, ասեմ ինչու, որտեղ մենք հեսա որ երկրորդ մասը սկսի կհիշեցնեք, ասեմ վերջին զարգացումները արդյունքների մասին հենց մի քանի րոպե առաջ արդեն ուրեմն հանդիպում ա եղել կոնգրեսում, գաղտնի զեկույց ա եղել արդյունքների մասին։ Հա, ուրեմն այդ մասին գովազդից հետո Սերիալ ես փնտրում, տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս։ Դու դեռ փնտրում ես, մինչդեռ վիդեոն տապալվեց, գովազդը բացվեց, քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույսում ես։ Մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անվերջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են։ Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր, դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta, բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում։ Մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ։ Բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ որակով հասանելի։ Ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ։ Միայն զվարճանք։ Երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը։ Բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com։ Վերադառնում ենք վերլուծություններին հարգելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը եւ անդրադառնում ենք Hexet-ի այսօրվա հանդիպմանը կոնգրեսում։ Այո, զեկույցը ուրեմն այդ փակ փաստաթղթերի հետ են ծանոթացել։ Նախ ասեմ, որ CIA ղեկավար արտաքին հետախուզության գործակալության ղեկավարը ուրեմն ասել է, որ հարվածները, որոնք եղել են, արդյունավետ են եղել։ Ես չգիտեմ, սա քաղաքական հայտարարություն, որտեղ գիտենք Ջոն Ռեդկլիֆը ինքը Թրամփի հիզինակիցներից է եւ նշել է, որ այդ ոչ թե ամիսների մասին է խոսքը, որ նոր ստացված տեղեկատվություն է ասում։ CIA, այո, արտաքին հետախուզության։ Նա եթե չեմ սխալվում, բանակի հետախուզությունն է եղել։ Արտահոսքը եղել է, այո, արտահոսքը, որ New York Times-ն ու CNN-ը արտահոսք են ունեցել, որ ամիսների հարց է եղել եւ չի վնասվել։ CIA-ը ասում է, որ դա ոչ թե ամիսների, այլ տարիների հարց է։ Գլոբալ, ուրեմն որքան հասկանում եմ, տասնամյակների մասին չի խոսքը։ Արդեն այս վեճերից զգուշորեն եզրակացնենք, որ դա կարող է լինի 1 տարի, 2 տարի, 3 տարի։ Ընդ որում նաև կախված է
որտեղ Իրանը ուրեմն օգնություն է խնդրել ռուսներից եւ մամուլում տեղեկացեց, որ չի օգնել, ռուսները հիստերիայի մեջ ընկնացին, չէ, մենք օգնություն խոստացել։ Հա, բայց Իրանի դեսպանի հայտարարությունը Ռուսաստանում, որ մենք կհիշենք բոլոր նրանց, ովքեր մեզ դավաճանեցին, խոսում այն մասին, որ ռուսները չեն օգնել, Պուտինի դողացող ձենն ու ուրեմն բունկերային տեսքը այդ մասին էր խոսում։ Չինաստանի վրա է հույսները ենթադրում եմ, այսինքն այս ամեն ինչը նաև կախված է մեծ գլոբալ աշխարհական զարգացումից, որքանով իրանց կօգնեն այս իմաստով։ Եվ նաև այսօրվա կոնգրեսում խոսեցին եւ հանրապետականները եւ դեմոկրատները իրենց կարծիքը հայտնեցին լսածից եւ նորից եկանք այդ եզրակացության, դեմոկրատները ասում են մեզ չհամոզեցին, որ վնաս է եղել ուրեմն այնպես որ Իրանը երկար ժամանակի վիճակի չեն լինի, իհարկե Գրեմը, որը Լինսի Գրեմը, որը Թրամփի այդ հոգներից այդ առումով, այսինքն ինքը ասում է պետք է խփել այո եւ այլն գոված ասեց այո դե ոչնչացվել են, իհարկե Ռեդկլիֆը շատ զգուշ ասեց, որ որոշ օբյեկտներ ընդհանրապես ոչնչացվել են, բայց հարցը Ֆորդոյի մասին է, թե Ֆորդոյի մասին չի, որտեվ այնտեղ Նաթանզի կա, Էսֆահան կա, Ֆորդոյի մասին քիչ են հրապարակումները։ Հիմա իսրայելական հետախուզությունը կարծես թե ուրեմն զգուշ տեղեկություններ կան, որ հարվածներից հետո կարողացել են գնալ տեղում, պատկերացնում եք դեսանտական։ Հեքսաթը հետո հայտարարություններ արեց լրատվամիջոցներին հենց այդ մասին, որ Իսրայելն էլ է հաղորդում հետախուզությունը։ Կան տեղեկություններ շատ գաղտնի, որը այսպես տարածվում են, որ իսրայելական հետախուզությունը կարողացել է հարվածներից հետո գնալ տեղում ծանոթանալ։ Եվ այնպես է, որ բնականաբար հիմա Նեթանյահուի վիճակը լավ չի, գիտեք, չէ, կանչել են դատարան իր կոռուպցիոն գործերով 19 թվականին դեռ հարուցված, Թրամփն էլ աջակցեց Նեթանյահուին, ասեց ես փրկեցի Իսրայելը, կփրկեմ Նեթանյահուին, եւ ինքը մեծ լիդեր է, ինքը Իսրայելի համար մեծ վտանգ է վերացրել, ուրեմն կամ իրան ներեք կամ էլ ընդհանրապես բան արեք, cancel արեք այդ, որտեվ կանչել են կոռուպցիոն գործերի, այս ամեն ինչը բարձր սպասում էին, կանչեցին եւ կարող է մինչեւ 10 տարի դատապարտվել։ Հիմա Թրամփը փորձում է սպառնալ ըստ էության Իսրայելի քաղաքական էլիտային, որ հանկարծ բիբիին չկպնեք, Նեթանյահուն իմ ընկերն է, ոչ մեկի հետ ես լավ չեմ համագործակցել եւ այլն։ Բայց այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ սա առաջին սերիան էր։ Դա առաջին սերիան էր, անդրադառնանք նաև հայաստանյան առաջին, երկրորդ, երրորդ սերիաներին, չգիտեմ ինչ որ բանի, բայց կուզեմ, որ այդ մասին էլ խոսենք։ Դուք երեք ասեցիք, որ դեռ հարց է Հայաստանի իշխանությունը արդյոք կգնա այդ քայլին պետականացնելու հեծը։ Այսօր կառավարությունում հայտարարություն եղավ, որ ասեցիք, նկատի ունեմ, որ պետականացնելը մի, չգիտեմ, ժողովրդական լեզուկա չէ, ասում եմ մի դժվարություն մի այլ բան ինչ որ շուտ բան են ասում, չէ։ Հա, մի բան է պետականացնելը, մեկ այլ բան է դրանը ճիշտ կառավարելը, որովհետև վտանգներ կան այստեղ, լրջագույն վտանգներ կան։ Դե երևի շատ են այդ կարծես ազգային ժողովը չէ այսօր հասել։ Կառավարությունում որոշումը երևի պիտի ուղղակի։ Ես վերջի տեղեկությունները լսեցի, ներեք էլի, եթե որտեղ վերջի պահին եմ լսել, եկել եմ, մեզ մոտ իդեպ ասեմ, այս կարևոր է շեշտել, մեզ մոտ ուղիղ եթեր է։ Սա ասում եմ ոչ թե Ամերիկայի մեր աուդիտորիան գիտի, Հայաստանի աուդիտորիայի համար մեզ մոտ ուղիղ եթեր է, երբ որ դուք YouTube-ում տեսնում եք շատ բաներ, արդեն մի քանի ժամ անց եք տեսնում, որտեղ այստեղ մեզ մոտ ցերեկա դուք հիմա խորը քնած եք այնտեղ, այս իմաստով զգուշացնենք, որտեղ երբ որ մենք այս ժամկետները մեկ-մեկ ստեղծում, օրինակ Իրանի պատերազմի հետ էպես կապված, մենք այդ պահին չէր սկսվել, չգիտենք, մենք այստեղ խոսեցինք, մինչև Հայաստանում YouTube-ը գնաց մի քանի ժամ անց արդեն Իրանի պատերազմը սկսվել էր, էլի։ Սա ուղղակի շեշտենք, որ իմանան այդ դեպքերում հաշվի առնեն, որ մեր հաղորդումը մի քանի ժամ շուտ դուրս եկել։ Եթե մենք այս ժամին էլ դնենք, անիմաստ է, որտեղ գիշերը քնած են խորը հիմա այնտեղ։ Հիմա այս իմաստով տեսեք, վտանգը դրանում ներկայանում, թե ինչպես, որովհետև նախ բիզնես միջավայր է, երկրորդը նայում են, որ սա ասում կոմունիզմը համարվում դրսում, երբ որ դու սխալ էր այդ մարդուն տալը, սրա մասին չի խոսքը։ Սխալ էր ընդհանրապես այդ կոմբինացիան Սերժի վրա են, որ ուզում թողեն այդ 400 միլիոն թե 300 միլիոն պարտքեր, կհիշեք, այն ժամանակ Էլեկտրիկ Երևան կազմակերպեց Սերժը։ Այո, ռուսական ընկերությունից վերցեցին, տվեցին ռուսահայ բիզնեսմենի եւ այլն։ Այսինքն ուզում են Սերժ Սարգսյանի վրա թողեն, բայց այստեղ մի հատ ուրիշ բան կա։ Վտանգ եմ ես տեսնում, տեսեք, ուրեմն հիմա Սամվել Կարապետյանը գրավադրել է, ամբողջը գրավադրված է միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Հիմա կա ռիսկ, որ արդյունքը կարող 20 ոնց որ այն ժամանակ եղավ,
10 տարի առաջ, ենթադրենք, երբ որ պարտք ուներ ռուսական ընկերությունը, ըստ էության ուզում էին Սերժ Սարգսյանի վրա թողեին, վերեցին թողեցին Սամվել Կարապետյանի վրա։ Հիմա այդ պարտքերը Աստված գիտի ինչքան է։ Մենք ունենք տեղեկություն ինչքան պարտք ունի հեծը իրականում։ Բնականաբար ունենք։ Չէ, դե մանրամասն չգիտենք, մինչև աուդիտ չանցկացվի բան եւ այլն։ Իշխանությունները գիտեն, այո, միանշանակ գիտեն։ Այստեղ գիտեք ինչ հարցը։ Հիմա սա պետականացնելով հարցի գլխավոր պատասխանն է վատություն են անում Սամվել Կարապետյանը։ Պատկերացրեք հիմա Սամվել Կարապետյանը հեծի գնից 2 անգամ ավելի։ Դե եկեք ոչ թե Սամվել Կարապետյանի լավություն վատություն անելու մասին խոսենք, այլ Հայաստանի Հանրապետությանը օգտակարության մասին։ Այո, համաձայն եմ ձեզ հետ։ Հենց այդ եմ ասում։ Այսինքն կան այս ռիսկերը, որ այս ամբողջ բանը կարող է լինի այն process-ը, որով Սամվել Կարապետյանին ազատում են այդ պարտքից, պետությունը սեփականաշնորհելով հեծը, բարձվի հիպոթետիկ օրինակ եմ, էլի բերում բան չմտածեք ինչ որ հիմա պնդում եմ անոքամ, ոչ։ Բարձր Սամվել Կարապետյանը 1 միլիարդ դոլարի պարտք է կուտակել հեծի, հիմա պետությունը սեփականաշնորհելով այդ ամեն ինչը վերցնում է պետության վրա եւ ազատում է Սամվել Կարապետյանին, այսինքն Սամվել Կարապետյանը հիմա բանտում նստած ցնցում է։ Օրինակ եմ բերում։ Դրա համար եմ ասում, այս այն process-ն է, որտեղ մենք իրավունք չունենք շտապելու, բայց գինը վճարելու, այսպես եթե մենք սխալվեցինք, այսինքն մենք չէ, Հայաստանի իշխանությունը եթե սխալվեցին process-ի մեջ, կարող է շատ ծանր գին նստի Հայաստանի վրա։ Դրա համար ես ասեցի ինչ եմ ակնկալում եւ շատ հուսով եմ։ Եվ իդեպ չեմ բացառում կա հավանականություն, որտեվ դուք գիտեք Թրամփի այս քաղաքականությունը շատերին է, այսինքն դուք Ալիևը տեսակ ոնց էր ջանում ցույց տալու Թրամփին, որ ինքը ռուսական ագենտուրան հանեց իր երկրից, դոմ Մոսկվի, Սպուտնիկներ, Ցարգրադ եւ այլն ու այսպես շարունակ։ Եվ արդյոք մենք պետք է հասկանանք այս process-ը։ Հիմա տեսեք, այսօր Աչապահյանի հանդեպ դատական։ Իդեպ ես այս մոտարապես վտանգների մասին, կոնցեպտի մասին, այսինքն այս ամեն ինչի մասին ուրեմն խոսել եմ նաև YouTube-յան ալիքում, ես կներկայացնեմ վաղը, այսինքն մարդիկ հասկանան ինչ կարար թաքնված տեսակետ տարբերակները նշել եմ եւ այնպես իմաստով, եւ այս իմաստով Աչապահյանը ասացիք, եթե Աչապահյանը Գյումրիում լրջագույն դերակատարություն ունեցել Ռուսաստանի ուրեմն գլխավոր քարոզիչներից էր քրեա օլիգարխիայի գլխավոր իդեպ Աչապահյանը եթե ես չեմ սխալվում Ղուկասյանին էր չէ պաշտպանում կոմունիստ մտրությունների ժամանակ կհիշեք թե չէ ճիշտ եմ չէ հիշում այո հաստատ ահա հիմա տեսեք եկեղեցին ու կոմունիզմը դրանք գաղափարական թշնամիներ են իրականում հստակ Ռուսաստանին որտեղ Ղուկասյանը Ռուսաստան էր քարոզում հասկանում եք այսինքն տեսեք հիմա անձնական առումով ես ուղղակի չեմ կարող որտեղ բացահայտ ասում որ լկտի աբար կանգնված մեր ռազմական հեղաշրջում շուտ պետք է բռնում ասում են ինչի եք հիմա բռնում 2 տարի անց անցի 17-ին է եղել արդեն որոշումը հա բայց 2 տարի առաջ էինք այդպիսի հայտարարություն կարծում ավելի շուտ էլ է արել վերջինը 23 թվականով են այսպես գտել թվագրված հիմա ասում են ինչի հիմա տեսեք ել եմ ասում նայած ինչ նպատակա հետապնդում եթե սա շոուի է որ նախընտրականից հետո այդ մարտիկ նորից վերադառնալու են իրենց բնականոն կյանքի սա Հայաստանի դուք պատկերացնում եք ինչ զեկույցներ է գալու Հայաստանի վրա որ բա ինչի ժամանակին չէ կարա ինչի է անցած տարվա կամ նախանցած տարվա բանի վրա հիմա հարուցում նախընտրական շրջանի հետ են կապելու եւ սա արդեն ավտորիտար այսինքն ժողովրդավարության հետ կապված վտանգ է ունելու բայց եթե Հայաստանի իշխանությունները այս ամենը անում են գլոբալ դիվերսիֆիկացիայի ռուսական գործակալական ցանցը մաքրելու կապ չունի ուզում եք 15 թվականից բերեք ես միայն ողջունելու եմ այսինքն ուզում եք 2000 թվական խոսում են այդ մասին Արմեն ել եմ ասում ես ներկա իմ խնդիրն է տեսեք ես որոշել եմ որ այսուհետ ներկայացնելու եմ հիմնականում տարբերակներ այսինքն որն է հնարավոր որը այսինքն մարդկանց ընտրությանն եմ թողելու հիմա տեսեք մարդիկ արդեն թող բանան են որոշեն որովհետև միևնույնն է արդեն մենք դե վերլուծության նպատակն էլ հենց այդ է մի տարի ժամանակ կա ճիշտ է մենք էս հիմա այլ հարց է ես որն եմ ավելի հավանական համարում որը ավելի քիչ դա մյուս կողմն է հարցի բայց տարբերակներ մենք պետք է մարդկանց ներկայացնենք այսինքն դրական տարբերակը որին մենք սպասում ենք որը իրոք կբերի Հայաստանին զարգացում Եվ տարբերակներ, որոնք ուրեմն շատ վատ հետևանքներ կարող են ունենալ։ Մարդիկ պետքա տեղյակ լինեն ամենից։ Մի տարի ժամանակ կա, իդեպ ասել շատ լուրջ գործեր կարելի է անել այս իմաստով։ Շատ լուրջ գործեր կարելի է անել եւ մեզ էլ ապացուցել, որ այո, հենց այս նպատակի համար է։ Մենք էլ սիրով կողջունենք։ Շնորհակալություն։ Նաև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, իսկ մեր ծրագիրն այսօր էլ ավարտվեց, ինչպես պարոն Չիբուխչյանը նշեց, վաղը արդեն մեր եթերում Չիբուխչյան լայվն է YouTube-ից։ Ցտեսություն։ Հաջողություն։